Տուրբոզավրեր առաջ։ Տուրբոզավրեր առաջ։ Թողեք գործերը։ Տուրբոզավրեր առաջ։ Մոտենակ ասները։ Տուրբոզավրեր առաջ։ Դուք միշտպես հետ եք իջել հոտ պատահի։ Միայն կանչիր դու։ Տուրբոզավրեր առաջ։ Պատրաստ է։ Իպոլիտ, տուր արջուկդ։ Ուղղաթի ռուսապարկի փորձարկումը հայտարարում են բացված։ Երևի ալեհավաքի հզորությունը թույլ է։ Հանճանից տեսեք։ Ավելի լավ է Ստեփան Պետրովիչի նման օթապարիկ սարքեիր։ Օթապարիկը շատ լավ բան է, բայց ոչ ժամանակակից։ Փոխարենն ինչպիսի ռոմանտիզմ և լռություն, ոչ թե ձեր ուղղաթիռների նման։ Օթագնացների օրվա առիթով բոլորը խելքները թռցրել են։ Ստեփան Պետրովիչ, ձեր տարիքում առողջության հետ պետք է զգույշ լինել։ Երկինքը տարիք չի հարցնում։ Գուցե դուք էլ ինձ հետ երկինք բարձրանաք։ Երկրի վրա էլ ինձ վատ չեմ զգում։ Ավելի լավ է եկեք թեյ խմենք։ Այ դրանից երբեք չեմ հրաժարվի։ Գալիս եմ։ Տղաներ, առանց հարցնելու զամբյուղի մեջ մտնել չի կարելի։ Առանց ձեզ էլ գլուխ կանենք։ Հետաքրքիր է, իսկ պարանն ինչի համար է։ Այ, վայ։ Օգնեցեք։ Ստեփան Պետրովիչ, շտապ մի բան արեք։ Ինչ? Ես թրջել չգիտեմ։ Զերը։ Ուզում եք, որ ես նրանց ցած իջեցնեմ։ Իսկ եթե ցած գցեմ։ Զեր, հոշալակից չես նստեցնելու։ Դու պարանը կտաս Ֆեդիային ու Բորյային, նրանք էլ կկապեն զամբյուղին։ Թրակը կքաշի պարանից ու զամբյուղը կիջնի։ Պարանը։ Ես վախենում եմ։ Ես էլ Ֆեդիա, ավելի լավ է ներքև չնայենք։ Բարձր։ Ավելի բարձր։ Չէ, չի ստացվում։ Հեյ, ներքևում, ինչ է կատարվում։ Պետյա, ոչինչ չի ստացվի, պարանը պետք եղածից կարճ է։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Ուղղաթի ռուսապարկի միջոցով մենք Ստեփան Պետրովիչին երկինք կբարձրացնենք։ Նա կարող է կառավարել օթապարիկը և փրկել Ֆեդիային ու Բորյային։ Պետյա, իսկ եթե Ստեփան Պետրովիչն արջուկի նման ընկնի։ Արջուկն ընկավ վահանակի թույլ ալեհավաքի պատճառով։ Այս անգամ մենք մեծ ու հզոր ալեհավաք կկառուցենք։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Բոլորն ամեն ինչ լսեցին, ժամանակ չկա, տուրբոզավրեր, առաջ։ Մնում է Ստեփան Պետրովիչին համոզել։ Հանուն մարդկային կյանքերի փրկության իսկական օթագնացը միշտ պատրաստ է ռիսկի դիմել։ Ստեփան Պետրովիչ, դուք այնքան քաջ եք։ Պետյան շատ զգույշ կկառավարի, ճիշտ է Պետյա։ Իհարկե, արագ գործի անցնենք, քանի դեռ Ֆեդյան ու Բորյան բաց տիեզերք դուրս չեն եկել։ Գնացի։
Բորյա, լսում ես։ Ուղղաթիր է։ Ողջույն ջահելներ։ Տեղ գտակ։ Մյուս անգամ մոտապարիկին չմոտենաք։ Ստեփան Պետրովիչ, դուք հիասքանչեիք։ Տատիկ, գուցե դու էլ փորձես իմ ուղղաթի ռուսապարկը։ Ոչ, իսկ այ օթապարիկով սիրով կզբոսնեի, եթե այն ղեկավարեր հմուտ օթագնացը։ Սեղմիր գրանցվել կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Ինչ ուրախ է տղաներ։ Հա, բայց նախ պետք է մաքրենք տեղանքը։ Զգուշացեք։ Լավ է, որ փափուկ վայրեջք կատարեցինք։ Հա, իրոք որտոր։ Արի օգնության կանչենք երեխաներին։ Հեյ, ինչ-որ ձայներ լսեցի այս կողմ։ Տես, ծիրության եղած ճյուղերն ու քարերը հստակ նշան են, որ սառցե մարդը մոտակայքում է։ Նայիր, Բորյա, ահա։ Այստեղ գրված է, որ կեղտի մեջ տարօրինակ հետքերը նույնպես նշան են։ Սառցե մարդիկ, այստեղ են եղել։ Եթե նրանց լուսանկարեմ, աստղ կդառնամ, գնացինք։ Մենք սառցե մարդ ենք որսում, ուզում եք օգնել։ Նրանք գոյություն չունեն։ Մենք տեսել ենք նրանց հետքերն ու լսել ոռնոցը։ Գնանք, Ֆեդյա, մենք կապացուցենք նրանց։ Հիմարություն, կարելի է մտածել, թե տարօրինակ հետքերն ու ձայները նշանակում են, որ սառցե մարդիկ։ Օ ոչ, սառցե մարդկանց չեն գտնի, բայց տուրբոզավրերին կգտնեն։ Շտապենք, պետք է նրանց բազայից հեռացնել։ Մեր հետքերը շատ լավ են ստացվում։ Սպասի, իսկ եթե նրանք չնկատեն։ Բորյան ասաց, որ ձայներ է լսել։ Սա պետք է որ շեղի նրանց։ Գնացինք։ Լսում ես, Ֆեդյա, սառցե մարդը մոտ է։ Միացրու տեսախցիկը։ Դուրը պետք է յուղել։ Սա դռնից չէ, ձայնը լսվում է այնտեղից, որտեղ խաղում էինք։ Եկեք ստուգենք։ Այստեղ ինչ եք անում։ Մենք ոռնոց լսեցինք, ամեն ինչ լավ է։ Մեզ հետ այո, ձեզ հետ ոչ։ Բորյան ու Ֆեդյան սառցե մարդ են փնտրում, նրանք գոյություն չունեն, իսկ դուք ունեք։ Նրանք գալիս են, ավելի լավ է թաքնվեք բազայում, մենք նրանց կհեռացնենք։ Չգիտեի, որ սառցե մարդիկ այսքան հսկայական են։ Ո ոչ, Բորյա, նա շուտով կհասնի մեզ։ Բարձրացի ժայռի վրա, նա բարձրահասակ է, բայց ոչ այդքան։ Մեզ չի հասնի։ Բայց ոնց ենք իջնելու։ Դրա մասին դեռ չեմ մտածել։ Օգնեցեք։ Ինչ են եղան, ինչ ձայներ են։ Ես ընկա, սպասիր, ինչ ձայներ։ Փրկեք մեկնումեկը, օգնեցեք։ Բորյան է։ Մենք էստեղ ենք։ Իսկ ինչու է գոռում։ Բորյան ու Ֆեդյան երևի վտանգի մեջ են, պետք է օգնել։ Տուրբոզավրեր առաջ։ Մենք կփրկենք Բորյային ու Ֆեդյային, բայց նախ պետք է գտնենք նրանց։ Թքած է սառցե մարդկանց վրա, այլ չեմ ուզում հայտնի լինել։ Գտել եմ ձեր քաջ որսորդներին։ Ահա նրանք։ Անկի, դու կարող ես հասնել այնտեղ։ Կներեք, ես բարձրահասակ եմ, բայց ոչ այդքան։ Եթե փայտերը սղոցեմ, կարող ենք փրկարար սղարան կառուցել։ Անհնարին ոչինչ չկա։
կօգնեմ ձեզ։ Հեյ, սա սարսեմարդու գործն է։ Ինչ տարբերություն։ Ես առաջինն եմ։ Գտեք սարսեմարդուն։ Իսկ ինչու եք այդքան կեղտոտ։ Մենք կատակեցինք սարսեմարդու մասին։ Բոլորն էլ գիտեն, որ նրանք գոյություն չունեն, բայց անտառում լավ սղարան են գտել։ Ինքներդ տեսեք։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Դո, սկսիր։ Անկի քո հերթն է։ Ոչինչ, հաջորդ անգամ կստացվի։ Դուք թույլ չտվեցիք, որ ես մրցույթին մասնակցեմ։ Իսկ ես եմ պես կթրջեի, որ... Իհարկե կտրչեի։ Առայժմ Դոն է հաղթում, նրա ցածքն ամենաերկարն է։ Գեղեցիկը։ Տրակ քո հերթն է։ Ուր ես գնում Տրակ։ Իսկ ցածկելը։ Տրակին լավ ծածկելու համար լավ թափ հավաքել է պետք։ Լավ, առաջարկում եմ հեռու գնալ անվտանգության համար։ Հիմա մի բան կպատահի։ Սա ռեկորդ է։ Տրակ, ոչ վնասվեցիր։ Ամեն ինչ լավ է։ Կյանքումս մի անգամ եմ վնասվել։ Վաղուց։ Երբ փոքր էի։ Հրաշալի ցածկ էր Տրակ։ Թռիչքի ժամանակ տերոդակտիլի է իր նման։ Հրաշալի մրցում ստացվեց։ Մենք կորած ենք, կորած։ Հիշիր, որտեղ կարող էիր կորցնել մեդալյոնը։ Ես չգիտեմ։ Առավոտյան տեղում էր։ Սա լուրջ գործ է։ Առանց ընկերների գլուխ չենք անի։ Ձեր, կանչիր Պետյային ու Կատյային։ Իսկ մենք շարունակենք որոնումները։ Տոր, Անկի, չենք քնում։ Դո, փնտրիր բացատի մյուս ծայրում։ Տրակ, դու վերևից ավելի լավ ես տեսնում։ Փնտրիր, մի կանգնիր։ Պետյա, Կատյա, սարսափելի է։ Արտակարգ պատահար։ Տրակն իր մեդալյոնն է կորցրել։ Մենք կորած ենք։ Ինչ մեծ բան է որ։ Ես էլ անընդհատ իմ մազակալները, ժապավեններն ու զարդերն եմ կորցնում։ Իրոք որ։ Նրա համար նորը կսարքենք։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Շտապ իմ ետևից։ Մեր մեդալյոնները միայն դուր բացող բանալիներ չեն։ Նա ով մեդալյոն չունի, չի կարող ներս մտնել։ Իսկ Տրակն իրենը կորցրել է։ Ամեն ինչ կորած է։ Ինչու չի կարող մտնել։ Չեմ հասկանում։ Տրակ, ցույց տուր։ Հո չենք կարող նրան գիշերով այստեղ մենակ թողնել։ Մենք փորձանքի մեջ ընկած ընկերներին չենք լքում։ Մարդիկ կարող են տեսնել նրան։ Սարսափելի է։ Ամեն խնդիր իր լուծումն ունի։ Ես ծրագիր ունեմ։ Դուք գնացեք տուն, իսկ Տրակին կքողարկենք, առավոտյան մի բան կմտածենք։ Ցավոտ է լինելու։ Քարեր են պետք, չորացած ճյուղեր, ցախ, այն ամենն ինչ կգտնեք անտառում։ Տուրբոզավրեր առաջ։
Նստիր այն ծառի տակ։ Սկսում ենք քողարկումը։ Ու կոնն էլ վերևից։ Հիմա տուն գնանք։ Վաղը մի բան կմտածենք։ Թրակ։ Հանգիստ նստիր։ Արդեն առավոտ է։ Մի բան մտածեցիր։ Ես չէ, իսկ դու Ես էլ չեմ մտածել։ Բա ինչա։ Վայ։ տատիկը ճիշտ է ասում, առավոտյան ուղեղը թարմ է։ Բայց որտեղից գտակ։ Մենք ամենտեղ փնտրել ենք։ Պարզվեց, որ Իպոլիտն է գտել։ Ու սապարկի մեջ դրած բերել է տուն։ Այ քեզ բան, իսկ թրակն ուր է։ Վերցրու ու էլ չկորցնես։ Շնորհակալ եմ ընկերներ, վաղուց այսքան լավ չէի քնել։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերաները։ Անքի։ Շշմելու է։ Կարող եմ ես եմ փորձել։ Կարելի է։ Հասկացար թե ուր ես նետելու։ Իհարկե։ Կներես դո։ Փորձիր անքի, դու կարող ես։ Կարևորն ուժեղ ու ճիշտ ուղղությամբ նետելն է։ Իսկ այս խաղում ամենահեռու նետման համար մրցանակ կա։ Կա։ Հաղթողը պետք է գտնի օղակն ու ետ բերի։ Ահա։ Բոջա թիթերը։ Համարյա բռնել եմ։ Լավ, գալիս եմ քեզ մոտ։ Այ քեզ բան, անտառում ամբարձիչն ինչ գործ ունի։ Երևի ինչ-որ մեկը կորցրել է։ Մեկը կորցրել է, իսկ մենք գտանք։ Ուրեմն այն հիմա մերն է։ Ադի աշխատեցնենք։ Գուցե պետք չի։ Ոնց որ դա չի ստացվում։ Երևի կոտրված է, դրա համար էլ էստեղ են թողել։ Եթե չաշխատի, Ֆեդյա, կհանձնենք մետաղամշակման։ Անվադով արմար չէ, վերջապես երբ է անկին օղակը բերելու։ Արդեն շատ է ուշանում։ Գուցե բան է պատահել։ Մի անհանգստացեք, հիմա ես նրան կգտնեմ։ Նրան իրոք ինչ-որ բան է պատահել։ Կերպարանա փոխվել է ու քշում է անտառի միջով։ Ահա, տեսեք։ Երևի անկին մոլորվել է։ Պետք է արագ օգնել նրան։ Սպասեք, ամեն ինչ կարծես շատ ավելի վատ է։ Ասեք, պարկեք, մեկն ու մեկը։ Բայց ոնց են Բորյան ու Ֆեդյան հայտնվել խցիկում։ Ինչու անկին շարժիչը չի անջատում։ Մենք դա չգիտենք, բայց նրան փրկել է պետք, այլապես մարդիկ կիմանան մեր մասին։ Ես կարծես թե ծրագիր ունեմ։ Արագ եկեք մեզ մոտ։ Տուրբոզավրեր, առաջ։ Ձերը տեսել է, որ անկին դեպի ավան է շարժվում։ Դրա համար դուք պետք է փակեք ճանապարհը։ Իսկ ես ու Կատյան կվախեցնենք Ֆեդյային ու Բորյային, կասենք, որ շինարարները եկել են կորած ամբարձիչը գտնելու։ Ու վերջ, այդքան բան։ Ամեն հանճարեղ բան պարզ է։ Տես արջևում ինչքան մեքենա կա։ Գուցե շինարարներն իրենց ամբարձիչն են փնտրում։ Սա հիմա մերն է։
Ամբարտիչը մենք ենք գտել ու կգնանք ուր որ ուզենք։ Ներեցեք, ես մեղավոր չեմ։ Մեզ կարծեմ նոր ծրագիր է պետք։ Թե չէ նրանք էլի մի բան կկոտրեն։ Անկին նրանց չպետք է խանգարի, որ նրա մասին չիմանան։ Ուրեմն մենք կխանգարենք։ Ես մի բան եմ մտածել։ Անկի, մենք քեզ կփրկենք։ Միայն թե պետք է աննկատ իջեցնես կեռն ու արձակես պարանը։ Արագ, օգնեցեք։ Մենակ պահել չեմ կարող։ Վերջ, ամեն ինչ ստացվեց։ Ինչու առաջ չի գնում։ Ոնց որ թե լռվել ենք։ Ավելի լավ է տուն գնանք։ Գնանք։ Վաղը կմտածենք, թե ոնց վարվենք ես անպետք մետաղակույտի հետ։ Այ։ Կարող ես դուրս գալ։ Ոչ, խնդրվել եմ։ Որևէ մեծ բան դուրս քաշելու համար ստուգված միջոց կա։ Տորը բռնում է անկին, Տորին քաշում է դոն։ Նրան օգնում է բուլը, իսկ բուլին զերն ու թրաքը։ Միասին դուք ուժեղ եք։ Ուրա, հիմա կարող եմ քշել, ուր ուզում եմ։ Իսկ դուք հետո ինձ կփրկեք։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Ողջույն երեխաներ, որտեղից եք գալիս այդքան ուրախ զվարթ։ Մենք կարուսելների այգում էինք, կոչվում է ջունգլիների աշխարհ։ Այո, այնտեղ ամեն ինչ իսկական ջունգլիների նման է։ Նույնիսկ մեխանիկական փղեր ու վագրեր կան։ Մի միտք ունեմ։ Եկեք մենք էլ դինոզավրերով զբոսայգի կառուցենք եւ անվանենք դինոզավրերի աշխարհ։ Միտքն իհարկե լավն է, բայց որտեղից մեխանիկական դինոզավրեր գտնենք։ Ում է պետք մեխանիկականը, եթե մենք իսկական դինոզավրեր ունենք։ Շինարարության համար կօգտագործենք հին ցախանոցի տախտակները, իսկ այստեղ մուտքի մոտ այցելուներին կդիմավորի թրաքը։ Քանի որ իմ ժպիտն ամենահմայիչն է, մուտքի մոտ ես կկանգնեմ։ Բայց իմ ժպիտն է հմայիչ։ Մի վիճեք, մուտքի մոտ ես եմ կանգնելու, ես ամենակաղաքավարին եմ։ Շնորհակալություն եւ բարի ախորժակ։ Չէ, քաղաքավարի, ես քեզնից 100 անգամ ավելի շատ քաղաքավարի բառեր գիտեմ։ Հիմա կասեմ խնդրեմ եւ բարի գիշեր։ Բարի լույս, շնորհակալ եմ եւ հաճելի էր ծանոթանալ։ Անկիտոր, մենք մեծ զբոսայգի կկառուցենք։ Բոլորի համար էլ տեղ կլինի։ Երկուսդ էլ այնքան քաղաքավարի եք, բայց ձեզ շատ անքաղաքավարի եք պահում։ Իսկ մուտքի մոտ ես կկանգնեմ։ Ես ամենագեղեցիկն եմ։ Ուրեմն այսպես, թրակն ու անկին կկառուցեն ճանապարհն ու կամուրջը, իսկ Տորն ու ես կփորձենք քարանձավը։ Տուրբոզավրեր, առաջ։ Այսօր դինոզավրերի աշխարհ զբոսայգու հանդիսավոր բացումն է։ Հրավիրված են բոլորը։ Խնդրում եմ դինոզավրերին չկերակրել։ Նրանք մեխանիկական են։ Հետաքրքիր է, ում մտքով կանցներ կերակրել մեխանիկական դինոզավրերին եւ ինչո՞։ Հիշեցնում եմ,
որ հյուրերի համար մենք մեխանիկական դինոզավրեր ենք։ Ռոբոտների նման։ Իսկ դու Տոր, աշխատիր ոչինչ չուտել։ Ռոբոտները չեն ուտում։ Ես հո երեխա չեմ, եւ հետո ես արդեն ճաշել եմ։ Այդ դեպքում բոլորը տեղերում։ Պետյա, Կատյա, բացեք դարպասները։ Բարի գալուս դինոզավրերի աշխարհ։ Միլիոնավոր տարիներ առաջ մեր աշխարհը բնակեցված էր դինոզավրերով։ Նրանք շատ մեծ էին ու Եվ շատ քաղցած։ իսկ զբոսայգու դինոզավրերը նրանք վտանգավոր չեն, չէ՞։ Մեխանիկական դինոզավրերից չարժե վախենալ։ Ոյ, տեսեք, ինչ ծիծաղելի թռչուն է։ Դա ոչ թե թռչուն է, այլ պտերոդակտիլ։ Ծիծաղելի թռչուն։ Ինձ դեռ երբեք այդպես չէին վիրավորել։ Արկես մեխանիկական ավազակ։ Տարօրինակ է, դա իմ ամենահմայի ճպիտն էր։ Ելակով պաղպաղակ իմ ամենասիրածը։ Ասիր, կանգնիր։ Ասեք, կանգնեք։ Սպասեք, կանգնեք։ Իսկ ինչու են բոլորը մեր հետևից վազում։ Այդպես է մտածված։ Դու ասացիր, որ ճաշել ես։ Ես ճաշել եմ, բայց պաղպաղակը ճաշ չէ։ Պաղպաղակը պաղպաղակ է։